Հաղորդակցության զարգացման միտումները Հայաստանում և աշխարհում, ռիսկերի կառավարում և ճգնաժամային հաղորդակցություն, հեղինակություն և բրենդի կառավարում, թվային հաղորդակցություն թեմաները մի հարկի տակ էր հավաքել ոլորտի լավագույններին պանելային քննարկման միջոցով բարձրաձայնելու առկա խնդիրները։ Հայկական PR ասոցիացիան հիմնադրման 19-րդ տարեդարձի օրը կազմակերպել էր ComTalk քննարկում հանդիպումը, որը հաղորդակցության ոլորտի մասնագետների համար նոր հարթակ է։ Ոլորտի առաջատար ու հեղինակավոր մասնագետները հնարավորություն ունեցան փոխանցելու իրենց լավագույն փորձը, արձանագրելու խնդիրներն ու առաջարկելու լուծումներ։ Սա կրթության ձևերից մեկն է նաև, որովհետև մարդիկ, որոնք այսօր եկել են լսելու բանախոսներին, նրանք ըստ էության իրենց հետ տանում են ոչ ֆորմալ կրթության կարևոր մի հմտություն։ Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը կարևորելով պրոֆեսիոնալ հաղորդակցության հարթակի ստեղծումը նշում է, իրենց կազմակերպած հանդիպման նպատակն է համախմբել գիտակ ու փորձառու մասնագետներին եւ համատեղ մշակել լուծումներ։ Քննարկում հանդիպմանը ներկա էին մեդիա հաղորդակցության ոլորտում հայտնի դեմքեր, կազմակերպությունների ղեկավարներ, PR ասոցիացիայի անդամներ։ Քննարկման սկզբում գերմանացի հայտնի ճառագիր, հանրային կապերի եւ հաղորդակցության մասնագետ դոկտոր Վազրիկ Բազիլը հեռավար ուղերձով ներկայացրեց աշխարհում եւ Գերմանիայում առկա իրավիճակը, նշելով նման քննարկումների հրատապ անհրաժեշտությունը։ Կարևոր այն է, որ Հայաստանում սկսվի այդ աշխատանքը, կանոնավոր կերպով շարունակվի եւ մասնագետների իրենց փորձառությունները իրար հաղորդակցելով այդ հարցերի շուրջ խոսելով կարողանան նաեւ նոր գաղափարներ ստեղծեն։ Անդրադառնալով արհեստական բանականության միջոցով տեղեկատվություն ստանալուն, մեդիայում առկա մարտահրավերներին եւ որակյալ մեդիա ունենալու թեմային, թերթի տնօրեն Արամ Անտինյանն ասաց, որ արհեստական բանականությունը չի արտացոլում, թե ինչն է իրականությունը, ու եթե նախկինում հարցն այն էր, թե ինչն է մարդկանց հետաքրքրում, հիմա հարցն այն է, թե ինչն է նրանց երկար պահում էկրանների առաջ։ Դա էլ փոխել է մեդիայի էությունը։ Մյուս մարտահրավերը դա է, որ մեդիայի ֆինանսական ստրուկտուրան ամբողջությամբ փոխվել, դա հիմնական մարտահրավերներից է իրականում, որովհետև նախկինում շատ պարզ էր, մարդիկ առնում էին թերթի էջ, մարդիկ առնում էին կայքում գովազդ, հիմա այդ ամբողջ ստրուկտուրան փոխվել է, որովհետև սոցիալական մեդիաներ են գնացել հիմնական աչքերը մարդկանց եւ աշխարհում մեծ տրենդ կա սոցմեդիաների տրենդը բարձրանում է, մաս մեդիային իջնում է, մարդիկ գնում են սոցմեդիաներ, ընդհանուր փողն է գնում սոցմեդիաներ եւ մեդիաները այս առումով ճգնաժամային իրավիճակում են։ Տարիներ շարունակ թերթ-ը լինելով այն հարթակը, որտեղ ավանդական ու ժամանակակից մեթոդներ ու տեխնոլոգիաներ են կիրառվել, արդյոք ունի անվտանգությունը պահելու խնդիր, հարցին անդրադառնում է հենց կայքի տնօրենը։ 21-րդ դարում ոչ թե խոշորներ են ուտում փոքրերին, այլ արագներն ուտում են դանդաղներին։ Արդյունքում հիմա եթե դու արագ նորությունը չես պատրաստում, դու պատվում ես, գնում են ուրիշտեղ են կարդում, եւ այդ անվտանգություն ասված երևույթի կոնտեքստում շատ կարեւոր է խնայել մարդկանց աչքերը, էմոցիաները եւ չընկնել սուտ լուրերի հետևից։ Բարամը երբ որ նշեց, որ ասում է ալգորիթմը, ասում է AI-ը բան չի տալիս մարդուն, եթե չեն նայի կամ բան չեն անի, իմ կարծիքով ոչ թե AI-ն է որոշում մարդը կնայի թե չի նայի, այլ այսօր մարդը որոշում է ահավոր կրճատվել է ժամանակը։ Այսօր կոմունիկացիան կռվում է այս բուտմատի հետ։ Այսինքն 1-2 հետաքրքիր բթով գցեց, էլ դու չկաս արդեն իր համար։ Հայկական PR ասոցիացիան գործունեության 19 տարում իրականացրել է հարյուրավոր տեղական եւ միջազգային ծրագրեր, հազարավոր մասնագիտական դասընթացներ։ Հայկական PR ակադեմիայում տարիներ շարունակ կրթվել ու վերապատրաստվել են ոլորտում լավագույն հաղորդակցության, հանրային կապերի մասնագետները։